Արշավի 11-րդ օրն է, ինչպես է գնահատում Քարոզ արշավի ընթացքը, ինչ տրամադրություններ կան եւ նաեւ նկատում ենք, որ հաճախ ձեր առաջնորդը Նիկոլ Փաշինյանը միջադեպեր է ունենում քաղաքացիների հետ, սա ինչպես է գնահատում, ինչպես կբարձրաբանեք։ Քարոզ արշավը գնահատում եմ շատ դրական, օրինականության սահմաններում անցնում է, ջեր մթնոլորտում բավականին, մեր քաղաքացիները մեզ բավականին լավ ընդունում են, իհարկե կան նաև դեպքեր, երբ որ մեր քաղաքացիները մեզ լավ չեն ընդունում, դրանք իհարկե հազվագյուտ դեպքեր են, բայց դրանք ընկալելի են եւ բնական երևույթ է, չեն կարող միանշանակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները դրական վերաբերմունք ունենան քաղաքական ուժերի հանդեպ։ Մեկը մեզ սիրում է, մեկը մեզ չի սիրում, դրա մեջ որովհետեւ վատ վերաբերվում է մեկու մեջ պատահող միջադեպերին, իհարկե լավ չէ, որ միջադեպերը տեղի են ունենում, բայց դրանք էլ են հասկանալի բավականին։ Քաղաքացիների վրա մատ թափ տալը, նաև սպառնալիքով խոսելը, դա ինչպես օրինականությանը դաշտում մտնում է դա։ Ո՞ր քաղաքացիները։ Այսօր մեկ այսօր որքանը որ ծանոթ եմ, իրականում ձեր ասած ճակերտավոր մատ տալը եղել է նախ եւ առաջ այն կոնտեքստում, թե ինչ հարցադրումներ է հնչում եւ ինչ մեղադրանքներ է հնչում, որոնք որ բոլորովին մեր մասին չի դամեք եւ երկրորդը կոնկրետ այդտեղ կարելի է մի քիչ գրոտեսկ անել, էլի խոսքը գնացել է ռոբի մասին, այլ ոչ թե տվյալ քաղաքացու մասին, որտեղ ինքը խոսում էր բացառապես մեր քաղաքական մրցակիցների բառապաշարով եւ անտեղի անհիմն հիմնավորում։ Բայց դա ձեր քաղաքացիներն են պետք է լսել, հանդուրժել ու նաեւ հասկանալ, որ իրենք կարող են ուրիշ քաղաքական ուժի ընտրել նաեւ։ Դուք եք չէ՞ մարդ, ես եմ չէ՞ մարդ։ Դուք էլ ունեք էմոցիաներ, ես էլ ունեմ էմոցիաներ։ Դուք 10-ից 10 դեպքերում միշտ հանդուրժում եք, մի դեպք կարողանի որտեղ տրվեք կրքին, ասենք դրա մեջ որևիցե վատ բան չկա անձնապես, իհարկե լավ կլինի, որ հնարավորինս նմանատիպ իրավիճակներից կարողանանք խուսափել։ Բայց այդտեղ հարցադրում անող մարդիկ էլ պետք է շատ լավ հասկանան, թե հարցադրումը, որ անում են, ինչպիսին է այն եւ հիմնավորումը դրա արդյոք գոյություն ունի թե չունի, թե դա անհիմն մեղադրանք է։ Նման դեպքերը վարչապետի կողմից կարծես թե պարբերականություն են կրում, շարունակական են լինում եւ հիմա դուք, եթե ձեզ հետ, կոնկրետ ձեզ հետ նման միջադեպ կլինի, դուք կընդօրինակեք Նիկոլ Փաշինյանի նրա բառամթերքը, լեքսիկոնը։ Քանի որ մաթեմատիկական ձևակերպումով եք իմ հետ խոսում, պարբերական, խնդրում եմ պարբերականի մի հատ ձևաչափ տվեք, ո՞րն է։ Ձեզ էլ եմ ասում 10-ից 1, 100-ից 1 կարա նմանատիպ։ Իսկ տես ես նոր այդ հարցնադրումը դրա համար ձեզ տվեցի, դուք կարող եք երաշխավորել, որ ձեզ 10-ից 10 հարցուղողը կամ ձեզ ինչ-որ հարցում քննադատողը դուք բոլորի հետ հավասարաչափ նույն ձև եք խոսալու։ Հա, բայց վարչապետը բան չի, առավել եւս որ վարչապետը, ուրեմն եթե վարչապետը ուրեմն պետք է հասկանալ ինչ հարցադրում ես անում եւ ինչ մեղադրանք ես անում։ Պարոն Գաբրելյան, հիմա ձեր շանսերը ինչպես է գնահատում։ Մեր շանսերը շատ լավ են գնահատում։ Մենք մեր քաղաքացիներին ճանաչում ենք, մեր քաղաքացիները մեզ են ճանաչում, մենք գրեթե կասկած չունենք, որ մեր քաղաքական մրցակիցների հանդեպ տանել են ջախջախիչ հաղթանակ։ Բայց դուք քաղաքացիների մասին եք խոսում, նաև վարչապետի մասին, պարոն Գաբրելյան։ Արդյոք վարչապետը չպիտի գոնե նման ձևով, նման տոնայնությամբ, նման սպառնալիքներով խոսի քաղաքացիների հետ։ Ձեր ասած խնդիրը կլիներ խնդիր այն պարագայում, երբ որ ձեր բարձրաձայնած հարցը, էլի ասեմ, մաթեմատիկական ստատիստիկայով ասեմ ձեզ, 10-ից 10 դեպքի վերաբերյալ կլիներ։ Երբ որ 100-ից մի դեպք լինում է, ասում եմ մարդ, բոլորս է մարդ ենք, հա լավ չի որ տես դեպքերը տեղի է ունենում։ Բայց բոլորս է մարդ ենք, վարչապետին գալի են մեղադրանք ենք ներկայացնում, ասենք, որը որ բացարձակապես անհիմն է, բացարձակապես առավել եւս որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամեն ինչ գիտեն, շատ լավ գիտեն, թե ով է հանձնել Ղարաբաղը, թե ով է հրահրել պատերազմը, ով է 10 տարիներն են մեղավոր, ու տարիների ընթացքում միայն դա ենք լսում։ Հա, բա մեր մեղավորությունն է, որ միջև այսքան ժամանակ որևիցե մեկը պատշաճ քրեական հոդվածով նստած չի բանտում։ Իսկ գոնե ոչ մի մեղքի բաժին այս իշխանությունը չունի, միայն նախկիններն են մեղավոր։ Ես ասեցի մեղքի բաժին չունեք, ես հենց նոր ասեցի, որ դա այո, մեր մեղավորությունը, որ այդ մարդիկ նստած չեն։ Ես ասեցի մեղքի բաժին չունեք։ Ղարաբաղը տալու մասով ասում եք, որ մեր մեղքի բաժինը չէ, որ նստած չեն։ Հայաստանի Հանրապետությունը, Ղարաբաղի Լեռնային Հանրապետությանը ինչքան գումարներ է փոխանցել տասնյակ տարիներ շարունակ, մասնավորապես 18 թվականից հետո։
Իշքան զենք զինամթերք ով ենք օգնել իրենց։ Որը 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության բանակի հետ միասին զենք զինամթերքը ամբողջովին դուրս է բերվել, պարոն Գավրիելյան։ Որտեղից է դուրս բերվել։ 2020 թվականին Արցախից։ Որտեղից է դուրս բերվել։ Արցախից։ Եվ այնտեղ մնացի միայն 23 թվականի սեպտեմբերին այդ ինչ զենք էր զինամթերք էր հայտնվել ադրբեջանցիների ձեռը։ 90-ական թվականների զենք Ինչպես։ զինամթերք 90-ական թվականների զենք Ես ներողություն չեմ ուզում հիմա ձեր ասացին մի քիչ կոպիտ արձագանքեմ, չեմ ուզում ասեմ դուք սուտ եք ասում, բայց դուք սխալ եք ասում։ Դուք սխալ եք ասում։ Նմանատիպ բան գոյություն չունի։ Այդ հարցադրումները տվեք այն մարկանց, որոնք որ այդ զենք զինամթերքը թողել են Ղարաբաղում եւ հանձնել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերին։ Այսքանը շնորհակալություն։